ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն Միացյալ Նահանգները կմեղմացնի Սիրիայի դեմ պատժամիջոցներն ու արտահանման վերահսկողությունը։ Գերատեսչությունը նշել է, որ Միացյալ Նահանգներում արտադրված քաղաքացիական հիմնական ապրանքների, ինչպես նաև ծրագրային ապահովման եւ տեխնոլոգիաների մեծ մասի տեղափոխումը դեպի Սիրիա կամ Սիրիայի ներսում թույլատրվում էր առանց լիցենզիայի։ Նոյեմբերի 10-ին հաղորդվեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը բանակցությունները սկսել Սիրիայի անցումային շրջանի ղեկավար Ահմեդ Ալ-Շարայի հետ։ Ալ-Շարան, որի կողմնակիցները անցյալ տարվա վերջին տապալեցին Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադի կառավարությունը, փորձել են համոզել Թրամփին վերացնել երկրի նկատմամբ սահմանված տնտեսական սահմանափակումները, պնդելով, որ դրանք այլևս որևէ նպատակի չեն ծառայում։ Սիդնեյի համալսարանի հնագետները բացատրություն են առաջարկել Հարավային Ամերիկայի ամենաառեղծվածային հնագույն կառույցներից մեկի Մոնտեսիերպեի համար, որը Պերուի հարավում գտնվող Բլրի լեռնաշղթայում փորված ավելի քան 5200 նույնական փոսերի համալիր է։ Այս թեմայով հետազոտական հոդվածը հրապարակվել է Antiquity ամսագրում։ Այս հսկայական համալիրն առաջին անգամ հայտնաբերվել է 1933 թվականին, սակայն մինչ այժմ գիտնականները չէին կարողացել բացատրել, թե ինչի համար է օգտագործվել այն։ Ավստրալիացի հետազոտողները առաջարկում են, որ Մոնտեսիերպեն կարող էր միաժամանակ ունենալ երկու ֆունկցիա՝ ծառայել որպես շուկա եւ հաշվառման համակարգ։ Հնագետ Ջեյքոբ Բոնգերսի գլխավորած հետազոտողների խումբը փոսերի ներսում օգտագործել է անօդաչու թռչող սարքերով պատկերացում եւ նստվածքի վերլուծություն։ Նմուշները պարունակում են եգիպտացորենի, ամարանտի, հացահատիկային մշակաբույսերի եւ դդմիկների օսլայի հատիկներ եւ ծաղկափոշի, ինչպես նաեւ եղեգի եւ ուռենու մնացորդներ, զամբյուղներ պատրաստելու համար օգտագործվող նյութեր։ Այս հայտնագործությունները գիտնականներին հանգեցրել են այն եզրակացության, որ փոսերը հին ժամանակներում օգտագործվել են սնունդ եւ ապրանքներ պահելու համար։ Դրանք հավանաբար տեղափոխվել են ծովով եւ լամաների քարավաններով։ Հնարավոր է, որ դրանք ծառայել են որպես շուկա չիչնամշակույթի համար, որը գոյություն է ունեցել ինկերից առաջ։ Գիտնականները կարծում են, որ մոտավորապես 15-րդ դարում ինկերի կայսրության գալուստով Մոնտեսիերպեն հնարավոր է վերածվել մեծածավալ հաշվապահական համակարգի։ Նրանք նշել են, որ փոսերի դասավորությունը կազմում է բլոկներ, որոնք կառուցվածքային առումով հիշեցնում են կիպուին, ինկերի հարկերի եւ գույքագրումների հաշվառման համակարգը։ Հետազոտողների կարծիքով Մոնտեսիերպեն ծառայել է որպես սոցիալական տեխնոլոգիա, համատեղելով առևտուրը, վերահսկողությունը եւ փոխանակման ծեսերը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պահպանում են Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադի դեմ պատժամիջոցները, միաժամանակ ազատելով Սիրիային համապարփակ պատժամիջոցների ռեժիմից։ Պատժամիջոցները շարունակում են ուժի մեջ մնալ Բաշար Ալ-Ասադի եւ նրա համախոհների նկատմամբ, որոնք նախկինում կապված էին Սիրիայի զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ, ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ պատժամիջոցները շարունակում են ուժի մեջ մնալ նաև ԻԼԻՊ Ռուսաստանում արգելված կազմակերպություն եւ Ալ-Քաիդայի Ռուսաստանում արգելված կազմակերպություն ահաբեկչական կազմակերպությունների հետ կապված անձանց նկատմամբ։ Նոյեմբերի 10-ին երկրի վրա արձանագրվել է թույլ մագնիսական փոթորիկ, որը կարող է ուժեղանալ նոյեմբերի 11-ին եւ 12-ին։ Այս մասին 10-ին հայտնել է Կիրառական գեոֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչը։ Նոյեմբերի 10-ի երկրորդ կեսին բարձր լայնություններում գրանցվել է երկրի մագնիսական դաշտի խախտում։ Այն այս պահին թույլ է, սակայն աստիճանաբար կտեղափոխվի միջին լայնություններ եւ կարող է զգալիորեն ուժեղանալ վաղը կամ մյուս օրը։ Սա կապված է արևի վրա տեղի ունեցած X-10-ի ամենաուժեղ բռնկման հետ, ասել է ինստիտուտի ներկայացուցիչը։ Ավելի վաղ ինստիտուտը հայտնել էր, որ նոյեմբերի 10-ին արևի վրա 4274 արեգակտային բծերի խմբում արձանագրվել է X1.2 դասի բարձրագույն մակարդակի բռնկում, որը տևել է 41 րոպե։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը սկսել է բանակցությունները Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Ալ-Շարայի հետ, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Երկու երկրների առաջնորդների հանդիպումն անցնում է փակ ձևաչափով համատեղ։ Մամուլի ասուլիս կամ բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություն չի նախատեսվում։ Ավելի վաղ Սպիտակ տան լրագրողական փուլը հայտնել էր, որ այցի ընթացքում Ալ-Շարան մտադիր է քննարկել Սիրիայի ԻՊԻ-ի դեմ միջազգային կոալիցիային միանալու հեռանկարները, ինչպես նաև ԱՄՆ պատժամիջոցների հնարավոր մեղմացման հարցը։
Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը կպահպանի Եվրահանձնաժողովի որոշումը սահմանափակելու ռուս զբոսաշրջիկների համար բազմակի վիզաների, մուլտիվիզաների տրամադրումը, սակայն թույլ կտա դրանց հատուկ դեպքերում, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նախարարության ներկայացուցիչը նշել է, որ բազմակի մուտքի վիզաներ կարող են տրվել միայն այն քաղաքացիներին, որոնց դիմումները կունենան հստակ եւ համոզիչ հիմնավորում։ Այդ դեպքերում Իտալիան պարտավոր է փաստացիորեն ապացուցել տրամադրման անհրաժեշտությունը, իսկ դիմորդները պետք է ցույց տան իրենց բարեխղճությունն ու վստահելիությունը համաձայն Եվրամիության վիզային օրենսգրքի պահանջների։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Եվրահանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է ռուսաստանցիների նոր բազմակի վիզաների տրամադրության արգելքի մասին, պատճառաբանելով, որ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ պետք է իրականացվի առավել խիստ եւ մանրակրկիտ ստուգում մուտքի թույլտվություն ստանալու առաջ։ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն ՆԱԲՈ-ն հայտարարել է մասշտաբային հատուկ գործողություն, որի նպատակն է բացահայտել կոռուպցիոն սխեմաներ երկրի էներգետիկ ոլորտում։ Ինչպես նշվում է կառույցի Telegram ալիքում, գործողությունը հիմնված է 15 ամիս տևած հետաքննության եւ ավելի քան 1000 ժամ ձայնագրությունների վրա։ Ըստ հաղորդագրության, հետաքննության բացահայտվել է բարձր մակարդակի կազմակերպված կոռուպցիոն խումբ, որը ազդեցություն է գործադրել պետական ռազմավարական ընկերությունների վրա, այդ թվում էներգոատոմի գործունեության ուղղությամբ։ Ավելի վաղ ՆԱԲՕ-ն իրականացրել էր խուզարկություններ ուկրաինացի գործարար Տիմուր Մինդիչի հասցեներով։ Հաղորդվում է, որ նա, ով համարվում է նախագահ Վլադիմիր Զելենսկու մերձավոր շրջապատի անդամ քննության մեկնարկից մի քանի ժամ առաջ լքել է երկիրը եւ ըստ նախնական տվյալների այժմ գտնվում է Իսրայելում։ Ռուս լրագրող եւ հեռուստահաղորդավար Ռուսլան Օստաշկոն խիստ քննադատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, հիշեցնելով նրա 2014 թվականի գրառումը Իլովայցկի կաթսայի վերաբերյալ։ Օստաշկոյի խոսքով Զելենսկին, որը տարիներ առաջ քննադատում էր ուկրաինական իշխանությունների ստի եւ մանիպուլյացիաների համար, այսօր ինքն է դարձել այն, ինչին երբեմն ասում էր լոխ իշխանության գլխին։ Զելենսկուի հին գրառման մեջ ասվում էր՝ մեզ կերակրում են գեղեցիկ ձևակերպված լուրերով, թե իբր ինչ-որ բան ազատագրել ենք եւ ոչ ոք չի զոհվել։ Մեզ համարում են հիմարներ եւ ցավալին այն է, որ մեզ հիմարներ են համարում իրենց հիմարները։ Օստաշկոն նշել է, որ այժմ Զելենսկին վերածվել է Պորոշենկոյի 2.0 տարբերակի, դառնալով սեփական խոսքերի հակապատկերն ու քաղաքական պարոդիա։ Լրագրողը հավելել է, որ Զելենսկի նախկին հերոսական մերկացումներն այսօր հասկանում են նրա վարքի որպես նախագահի։ Նրա կարծիքով Զելենսկին կորցրել է իր սկզբունքայնությունը եւ կենտրոնացել է միայն իշխանությունը պահելու վրա, փորձելով վերահսկել հանրային ընկալումը պատերազմի պայմաններում։